Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, հաշվի առնելով այն, որ ներկայում Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Մասնավորապես առաջարկում ենք Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։ Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար եւ սահմանվում է աճողական կարգով, սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարում 20%, երրորդում 35%, չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10%-ով ավել։ Նշեմ նաև, որ նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն մեկնակետը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է։ Նշեմ, որ 2026 թվականի համար Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 միլիոն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է։ Սահմանադրական դատարանի նախագահ կարող եմ բացվածքով ասել, եթե հարցեր լինեն, պատրաստ եմ, ուստի ամփոփելով խոսքս, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։